Այսօր պատրաստում եմ հայկական ավանդական ուտեստ սպաս, որը հայտնի է նաև թանապուր անվամբ։ Տեսանյութում քայլ առ քայլ կհետևեք պատրաստման ճիշտ հերթականությանը, որպեսզի ցույց տամ, թե ինչպես պատրաստել սպասը այնպես, որ այն չկտրվի։ Միաժամանակ կպատմեմ նաև սպասի ծագման և օգտակարության մասին։ Սկզբում վերցնում ենք ցորենը, վրան լցնում ենք ջուր և դնում գազօջախին, թողնում ենք, որ եռա և լավ փափկի, սա սպասի հիմքն է, ու կարևոր է, որ ցորենը լիովին եփված լինի։ Մյուս ամանի մեջ խառնում ենք մածունը, թթվասերը, ձուն և ալյուրը այնպես, որպեսզի գնդիկներ չմնան։ Վրան աստիճանաբար ավելացնում ենք եռման ջուր և դնում մարմանդ կրակի վրա անդադար խառնելով։ Սպասը հայկական ամենահին ուտեստներից մեկն է։ Այն մածունով պատրաստվող ապուր է, որը հայ ժողովուրդը պատրաստել է դարեր շարունակ, թե առօրյայում, թե հիվանդության ժամանակ, թե տարվա տարբեր եղանակներին։ Սպասի առաջացումը սերտորեն կապված է Հայաստանի գյուղական կյանքի, անասնապահության և հացահատիկի մշակման հետ։ Դեռ հնագույն ժամանակներից հայերը զբաղվել են անասնապահությամբ, և կաթը եղել է հիմնական սննդամթերքներից մեկը։ Կաթից պատրաստել են մածուն, որը հեշտ էր պահել, թթվում էր բնական ճանապարհով և երկար ժամանակ չէր փչանում։ Մածունը ոչ միայն սնունդ էր, այլև համարվում էր առողջարար մթերք, օգնող մարսողությանը և ուժ տվող օրգանիզմին։ Միևնույն ժամանակ Հայաստանում լայն տարածում ուներ ցորենի մշակումը։ Ցորենից պատրաստում էին ձավար կամ կոտրված հատիկներ, որոնք կարելի էր երկար պահել և հեշտ եփել։ Ժողովուրդը սկսեց համադրել այս երկու հիմնական մթերքները՝ մածունն ու ցորենը, և այդպես էլ ձևավորվեց սպասը, որպես պարզ, մատչելի և սննդարար ուտեստ։ Սա շատ կարևոր քայլ է, քանի որ հենց այս փուլում է որոշվում սպասը կտրվելու է, թե ոչ։ Խառնելը պետք է շարունակել մինչև զանգվածը սկսի եռալ, և շատ կարևոր է խառնել փայտից գդալով։ Երբ մածնային խառնուրդը արդեն եռում է, ավելացնում ենք նախապես եփված ցորենը և կրկին խառնում։ Այնուհետև կտրատում ենք կանաչիները, հիմնականում գինձը, և ավելացնում ապուրի մեջ։ Վերջում ավելացնում ենք մի կտոր կարագ, թողնում, որ հալվի, և սպասը պատրաստ է։ Սկզբնական շրջանում սպասը եղել է շատ համեստ ապուր, պատրաստված միայն մածունից, ջրից և ձավարից։ Հետագայում ավելացրել են ձուն, ալյուրը, սոխը, կարագը և կանաչիները։ Սպասը ունեցել է նաև բուժիչ նշանակություն։ Երբ մարդը հիվանդ էր կամ ուժասպառ, պատրաստում էին հենց սպաս, որովհետև այն հեշտ էր մարսվում և հանգստացնող ազդեցություն ուներ։ Սպասը կերել են և ձմռանը, և ամռանը։ Ձմռանը տաք, իսկ ամռանը ավելի ջրիկ ու սառը վիճակում։ Ժամանակի ընթացքում այն տարածվեց ամբողջ Հայաստանում և ստացավ տարբեր ձևեր, բայց հիմքը միշտ մնաց նույնը՝ մածունով ապուր կամ թանապուր։ Այսօր սպասը համարվում է հայկական ազգային խոհանոցի խորհրդանիշներից մեկը։ Այն պարզապես ուտեստ չէ, այլ հայկական կենցաղի տան, ջերմության և մայրական խնամքի մի մաս։ Դու էլ պատրաստիր, հաստատ ստացվելու է, և չմոռանաս բաժանորդագրվել և դնել լայք, որպեսզի չկորցնես նոր և հետաքրքիր բաղադրատոմսերը իմ էջում։